Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության անձնակազմը իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար գործարար ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին, նշված է ՀԵՑ-ի տարածած հայտարարության մեջ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը մշտապես արել եւ շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխան իր սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։ Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես վթարայնության հետ կապված խնդիրները։ Ուզում ենք հիշեցնել, որ 2015 թվականին Տաշիր ընկերությունների խումբը ընդունել է սնանկության եզրին գտնվող 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական եւ ֆինանսական առողջացման ուղղված աշխատանքը, այդ թվում ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումները իրականացվել են ամբողջությամբ, ընդհանուր շուրջ $700 միլիոն չափով։ Վստահ ենք, որ Հայաստանում որպես իրավական պետությունում օրենքի գերակայնությունը կհաղթի եւ մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք եւ ամենակարևորը հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերը իրականացնելու գործին։ Նշենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԵՑ-ը շատ արագ ազգայնացվելու է, պետականացվելու է։